ասեղնագործությունը ժողովրդական ասեղնագործությունը այդ թվում նաև հայկական ժողովրդական ասեղնագործությունը ինքը ժողովրդական արվեստի տեսակներից մեկն է եւ ինչպես մնացած ժողովրդական արվեստի ճյուղերը ծագումով գնում է մինչեւ նախնադար ինքը հնագույն ծագումնաբանություն ունի ցավոք սրտի ուղղակի կապված նյութի հետ որը օրգանական է ինքը լավ չի պահպանվել եւ մենք դրա հնագույն օրինակներ չունենք ցավոք սրտի չունենք մեր իրականության մեջ ամենավաղ օրինակը, որը հայտնաբերվել է Արենիի պեղումներից, խոսքս ասեղնագործության մասին է, հա, ոչ թե ընդհանուր տեքստիլի։ Ասեղնագործության պատառիկներ երկու օրինակ հայտնաբերվել են Արենիից, որոնք թվագրվում են 7-ից 9-րդ դարերով մեր թվարկության, հա, բայց մենք հաստատ գիտենք, որ այն լայն զարգացում է ունեցել նաև Քրիստոսի ծնունդից առաջ, ավելի վաղ ժամանակաշրջանում, որովհետև ընդհանրապես մարդկային պատմության մեջ մենք գիտենք, հա, որ դա հնագույն ծագում ունեցող է, իսկ մենք որպես ժողովուրդ հնարավոր չէ, որ այն չկրենք, ունենալով այդ ժամանակաշրջանում հզոր պետականություններ, իսկ ասեղնագործությունը եղել է վերնախավի եւ հոգեվոր եւ աշխարհիկ վերնախավի հագուստի հարդարման կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Ինչևէ ասեղնագործությունը, քանի որ հնագույն ծագում ունի, հազարամյակների միջով, դարերի միջով անցնելով ինքը իր մեջ հավաքել է, իր մեջ ամբողջացրել է այդ բոլոր ժամանակաշրջանների վերաբերյալ մեր ժողովրդի պատկերացումները, մեր ժողովրդի հավատալիքները, գեղագիտական ընկալումները, մեր ժողովրդի ճաշակը եւ այլն եւ այլն։ Եվ այդ առումով ինքը շատ բազմաշերտ է, հա, տարբեր շերտեր ունի, որտեղ դրսևորվում են ուրեմն այդ մեր հավատալիքներն ու պատկերացումները տարբեր ձևերով։ Հատկապես զարդահամալիրի մեջ է դա երևում։ Չնայած տեխնիկան էլ կարևոր է, թե ինչ ձևով են գործել, դա նույնպես շատ կարևոր է նրա հին կամ որ ժամանակաշրջանին պատկանելը ցույց տալու համար, հա, ուսումնասիրողին, թե ինքը ինչ ժամանակաշրջանի է վերաբերում, որտեղ միշտ չի, որ դրանք թվագրված են։ Բայց իհարկե շատ ավելի կարևոր է այս դեպքում նաև զարդանախշը, որովհետև ասեղնագործության մեջ օգտագործված տարբեր կերպարները, մոտիվները, պատկերները, որոնք մենք հանդիպում ենք տարբեր առարկաների վրա, ուրեմն դրանք բոլորը ներկայացնում են մեր բնաշխարհը առաջի հերթին, որտեղ մեր ժողովուրդը պատկերել է այն, ինչ որ ինքը տեսել է, հա, ինչը իրեն շրջապատել է։ Այդ նախնականն եմ ասում, որտեղ ավելի ուշ շրջանում սկսել են նաև ոչ տեղական զարդանախշեր, հատկապես կենդանիների թռչունների հետ կապված պատկերել։ Ինչևէ, կենդանական զարդանախշերը, պիտի ասեմ, հայկական ասեղնագործության մեջ այդքան մեծ տարածում չունեն։ Մենք ավելի բուսական զարդահամալիր ունենք ասեղնագործությունը, բայց իհարկե դա չի նշանակում, որ դրանք իսպառ բացակայում են։ Այդ լայն տարածում ունեցող, քիչ քանակով, բայց տարածման առումով շատ ընդարձակ տարածում ունեցող մոտիվներից է հենց օձի պատկերը։ Ընդ որում օձը մեր հայկական ասեղնագործության զարդարվեստում կենտրոնական զարդանախշ չի, հա, հիմնական զարդանախշ չի։ Մենք ինչպես ենք բանանում, հիմնական զարդանախշը նա է, որի շուրջ հավաքվում են մնացած, հա, պատկերները եւ ձևավորվում է ամբողջական զարդահամալիրը։ Ինքը լրացնող է օձը եւ այստեղ ինչն է նաեւ շատ կարեւոր, որ օձը ավելի շատ հանդես է գալիս եզրագոտիներում։ Ընդ որում այդ եզրագոտիները կարող են լինել հենց անմիջապես կոնկրետ առարկայի եզրերին, կարող է լինել մեջը, ինչ որ շրջագծով ինքը գործվելով եւ դարձյալ ինչ որ կենտրոնական պատկեր, կենտրոնական զարդանախշ ավարտելով, ավարտուն տեսք հասցնելով։ Օձի եւ վիշապի
պատկերագրությունը հայրականության մեջ հատկապես ասեղնագործության, չնայած մենք գիտենք, որ իրենք նաև այլ զարդարվեստի եւ ժողովրդական արվեստի այլ ոլորտներում, այդ թվում նաև գորգի մեջ, հա, իրենք շատ ոճավորված են։ Մենք ունենք իհարկե ռեալիստորեն, այդպես, հա, իր պատկերում, որ տեսնում ես, հասկանում ես, որ դա օծ է, բայց ավելի շատ ժողովրդական ասեղնագործության մեջ ինքը կիրառվում է հայերեն մեծատար տայի նման, հա, մեծատար տայի ձևով կամ լատինատար S-ի մեծատար, ինքը այդ ձևով է արվում, դա օծի ոճավորումն է, այսինքն ինքը գալարվող, հա, այդ վիճակով, որ պատկերանալի լինի, որ խոսքը վերաբերում է հենց օծին։ Եվ այս ձևով ինքը հանդիպում է ընդհանրապես մեր ասեղնագործության մեջ իր բոլոր դրսևորումներով, այսինքն հագուստի համալիրի ասեղնագործության տարբեր հատվածներում, հա, ընդ որում եւ կնոջ եւ տղամարդու հագուստում այն արկա է։ Ինքը ժողովրդական ասեղնագործության մեջ շատ հանդիպում է տարբեր տեսակի ծածկոցներում, անձեռոցիկներում, կարող է այլ փոքր կենցաղային, ասենք, առարկաների մեջ էլ ինքը հանդիպի։ Բայց մենք մեծ քանակությամբ տեսնում ենք դա նաև եկեղեցական ասեղնագործության մեջ։ Եկեղեցական ասեղնագործության մեջ, որին ես մի քիչ ուշ կանդրադառնամ, հիմա ժողովրդականի մասին խոսենք, որովհետև հնագույն ժամանակներից, երբ որ մարդը կապված էր բնությանը, հա, ինքը այդ բնության մի մասնիկն էր, ինքը հավատում էր, որ ինքը շրջապատված է տարբեր տեսակի կենդանիների, բույսերի եւ ընդհանրապես հա հոգիներով։ Եվ ինքը փորձում էր իրեն պաշտպանելու համար սիրաշահել, հա, այդ ոգիներին։ Մենք դա նորություն չի, այդ անիմիզմի ոգեպաշտության որպես հնագույն հավատալիքի ձևի դրսևորումները հենց արտահայտվել են զարդանախշի միջոցով։ Այսինքն, տեսեք, նույնիսկ բաների ժառապատկերների, հա, վրա մենք տեսնում ենք այդ պատկերները, տարբեր կենդանիների, չգիտեմ, օձերի, մարդկանց, երկնային լուսատուների, ինչը խոսում են մասին, որ մարդիկ դա նկարելով, ըստ երևույթին դրա շուրջը ինչ որ արարողություններ անելով, փորձում են սիրաշահել կոնկրետ այդ կենդանիներին եւ որ նրանք ապահովեն իրենց ամեն տեսակի վնասվածքներից, չգիտեմ, խնդիրներից, պահպանեն չար ուժերի ազդեցություններից, օգնեն, որ լավ ապրեն, բարեկեցիկ լինեն եւ այլն։ Այն ժամանակվա մարդու մտածողությունը մի քիչ ավելի տարբերվող է, քան թե մեր ներկայի մտածողությունը։ Եվ այդ առումով իհարկե օձը որպես կենդանի շատ կարևոր նշանակություն ուներ, քանի որ մեր ժողովուրդը մենք նույնիսկ մեր առասպելաբանության մեջ, մեր ժողովրդական ավանդույթում, մեր ազգագրական նյութերում հատկապես, հա, որոնք մեծ քանակությամբ պահպանվել են, մենք տեսնում ենք մեր ժողովրդի վերաբերմունքի դրսևորումները բանավոր արտահայտված ձևով օձի նկատմամբ, որտեվ օձը մեր ժողովրդի մեջ ունեցել է երկակի իմաստ, եւ դրական, եւ բացասական, այսինքն բարի եւ չար, հա, եւ բնականաբար մեր ժողովրդի վերաբերմունքն էլ նրա հանդեպ հենց դրսևորվում էր այն առումով, որ ինքը կարողանա չեզոքացնել օձի չար, ինչ ասեմ, ազդեցությունը եւ ընդհակառակը փոխարենը սիրաշահեր այդ օձին, որպեսզի այդ օձը իրեն օգներ, իրեն բարեբեր, ուրեմն ազդեցություն ունենար իր ընտանիքի, իր աշխատանքային գործունեության, իր կենսական տարբեր խնդիրների ժամանակ։ Եթե այսօրվա պատկերացմամբ, հա, մեր ժամանակակից մարդու համար նախշը, որը ասենք հագուստի վրա կրում է, հա, մարդը հագուստի տան մեջ, ինչ որ առարկաների վրա, դա զուտ գեղագիտական նշանակություն ունեցող է։ Ինքը առաջնորդվում է դրանով, ինչքանով է դա սիրուն, հա, ինչքանով է համապատասխանում իր հագուստի դիզայնին կամ իր տան դիզայնին, հա։ Այն ժամանակ այդպես չէր, այն ժամանակ նախշը արվում էր ու այդ նախշի մեջ անպայման իմաստ էր տրվում։ Հենց այնպես դա ոչ մի նախշ չէին անում, որովհետև այդ բոլոր նախշերը եւ դրանց համադրություն
ամբողջության մեջ վերցված։ Դրանք ուղղված էին կոնկրետ մարդու կամ այդ ընտանիքի տարբեր տեսակի խնդիրները լուծելու հետ։ Լեզվի մեջ, բարբառների մեջ մենք տեսնում ենք այդ նախշի, այսպես ոլորապտույտ, հա, այս նախշը, որը ոչ գլուխ ունի, ոչ պոչ ունի, ուղղակի ասես գծիկ է, ոլորապտույտ։ Այդ պատկերը մեր որ օգտագործվել է եւ գորգերի մեջ, մեծ քանակությամբ, բացի ասեղնագործությունից, օգտագործվել է ինքը, ասենք, խեցեգործության մեջ, փայտի փորագրության եւ այլն, տարբեր տեղերում։ Մեր ժողովրդի լեզվի մեջ, երբ որ իրենք հարցրել ես, թե դա ինչ պատկեր է, ինչ նախշ է, ինքը հենց օծի հետ է կապել, հա, բարբառային ձևերով, ասենք, թարգմանաբար, որտեղ, ասենք, եթե պետք է ասի օրուջ, մենք չենք հասկանա, բայց դա, ասենք, նշանակում է օծի ողնաշար, օրինակի համար, հա, որ ինքը օծի ողնաշար է, ինչը ցույց է տալիս, որ դա հենց օծն է, կամ օծի ձագ, օրինակ, եւ նաեւ ինքը, քանի որ էլի ոլորապտույտ է, շատ ժամանակ կապվում է նաեւ ջրի հետ, բայց այս դեպքում օծը եւ ջուրը միասնական են հանդես գալիս, որտեղ օծը նաեւ, այսպես ասեմ, համարվում է մեր ժողովրդի մտածողության առասպելաբանության մեջ ջրային տարերքը կրող։ Տեսեք, հետո արդեն ավելի ուշ ժամանակաշրջանում, երբ որ օծը ձևափոխում է դառնում է վիշապ, իսկ մեր ժողովուրդը հիմնականում ասում է վիշապ օծ, եթե բացասական է, պետք է ասի վիշապ օծ, դնելով օծի վրա իր հենց այդ բացասական բանը։ Իրենք որտեղ են դրում են ջրերի ակունքներում։ Եվ մեր հեքիաթներում դրանք ջրի ակունքների վրա նստում էին վիշապները մեր հեքիաթներում եւ ինչ են անում, մինչեւ աղջիկ չէին տանում, ջահել, հա, իրենք թույլ չէին տալիս, որ դու այդ ջրից օգտվես։ Դա արդեն առասպելաբանության շատ ավելի ուշ ժամանակաշրջանի նյութ է, որի հետ կապված մենք հայկական լեռնաշխարհում մեր տարածաշրջանում հիմա ունենք, ասենք, նաեւ այդ վիշապաքարերը, որոնք տեսնում ենք, որ իրենք իսկապես կանգնած են բարձր տեղերում, աղբյուրների հիմնականում ջրային այդ հատվածներում, այսինքն մեր հեքիաթները, տեսեք, առասպելաբանական իրենց հիմքը դրսևորվում է նյութական իր ձևերով։ Եվ այս առումով իհարկե շատ կարևոր է, որ դրա երկու դրսևորումներն են ժողովուրդը հստակ տարբերակել է։ Բայց իր վերաբերմունքը որպես զարդանախշ, հա, այդ օծի պատկերը օգտագործելու ավելի շատ իհարկե դրական նրա հատկանիշների հետ է կապվում, որտեղ օծը էլի մեր մտածողության մեջ, մեր ժողովրդի, ինքը դիտվում է նաև որպես իմաստուն կենդանի, չէ, որտեղ ասում է օծի խելք ունի, մեր ժողովուրդը օգտագործում է, կամ ասում է օծի լեզու ունի, այսինքն տեսեք այդ օծը ինքը ներկայացնում է ընդհանուր իմաստությունը, որը մարդու համար շատ կարևոր էր որպես փիլիսոփայական, հա, ինչ որ էություն։ Բայց մենք նաև ազգագրական նյութերից եւ ոչ միայն ազգագրական, նաև բանահյուսական նյութերից գիտենք, որ օծը համարվել է բարեբեր որպես կենդանի։ Մեր ժողովրդի ոչ հայերեն տերմինով ասում են դովլատ, հա, տան բարեբերությունը, տան հաջողությունը ապահովող կենդանի եւ ազգագրական բազմաթիվ մենք նկարագրություններ ունենք տարբեր շրջաններից, որ թե ինչպես տներում, հատկապես մառաններում, ուրեմն օծեր էին ապրում եւ եթե այդ օծը գալիս էր մառան, հա, եւ այնտեղ բնակություն էր հաստատում, իրեն ձեռք չէին տալիս, ընդհակառակը կերակրում էին, ամաններով, ասենք, կաթ էին լցնում, որ այդ օծը գա, ուտի եւ թողնի գնա, ու շատ բոլորին ընտանիքի անդամներին զգուշացնում էին, որ չի կարելի նրան ձեռք տալ, որովհետեւ դա մեր տան դովլատն է, այդպես էին ասում։ Այսինքն ինքը ապահովում է մեր տան հարստությունը, մեզ պահպանում է չար ուժերից։ Եվ հենց դրանով պայմանավորված է, որ տեսեք, բնակարանի ներքին հարդարման մեջ կահույքի, հա, ավանդական կահույքի տարբեր փայտի հատկապես կահույքի, չնայած կավի վրա էլ կարող են լինել,
ուրեմն հենց օծի պատկերներ էին արվում, որ ինքը ամբողջ տունը այդ օծերը ուրեմն եթե չունեն նույնիսկ կենթանի օծ, որը պետք է ապահովի, գոնե այդ պատկերագրության միջոցով ապահովում են։ Նույնը վերաբերում է գորգերին, որը արդեն մեր ուսումնասիրողները ապացուցել են, որ դա սրբազան տարածք է, հա, ծիսական, մոգական, սրբազան տարածք է եղել գորգը, եւ դրա համար այդ նախշերն էլ հենց այդ իմաստաբանություն ունեն ու նայում ասեղնագործության մեջ։ Ասեղնագործ այդ ծածկոցները, փռոցները, անձեռոցիկները նույնպես ինչ են անում, պատերից էին կախում, սնդուկների վրա էին գցում, կամ ինչ-որ բանի վրա, վերջի, հա, դրանք բոլորը գցելու։ Դրա վրա արվում էին նույն նպատակով, որ ինքը փաստորեն իր ուժը, չարխափան ուժը, ուրեմն օգտագործի եւ տունը ընտանիքին, ամեն մի առանձին անդամներին եւ ամբողջության մեջ վերցրած ողջ Գերդաստանը ուրեմն պահի չար ուժերի ազդեցությունից, օգնի իրենց, որ իրենք ավելի ապահով ապրեն, բարեկեցիկ լինեն եւ տարբեր խնդիրների չառնչվեն։ Տարբեր տարածաշրջանների ասեղնագործության մեջ տարբեր ձևով է արվել, տարբեր տեխնիկաներով է արվել, հա, տարբեր թելերով է արվել, տարբեր գույներով է արվել, որովհետեւ դա պայմանավորված է կոնկրետ այդ տարածաշրջանի ուրեմն ասեղնագործության առանձնահատկություններով։ Մենք դա տեսնում ենք մեծ քանակությամբ, դա տեսնում ենք օրինակ Վասպուրականի ասեղնագործության մեջ, այդ թվում Վասպուրականի նաև ավանդական հագուստի համալիրում եւ կնոջ եւ տղամարդու այնտեղ կնոջ գոգնոցի վրա է դա հանդիպում էլի եզրագոտիների մեջ մեծ ու փոքր տարբեր բաներով այսպես ոճավորումներով տղամարդու հագուստի մեջ այս վերնաշապիկի, հա, շապիկի դիմացի այս կրծքի հատվածն էր ասեղնագործվում եւ այդ կրծքի հատվածի երկրաչափական բուսական զարդանախշերը էլի բարակ սենց եզրագոտ երգնում այդ քառակուսու, հա, եւ այդտեղ ամբողջ այդ օծերի էլի ոճավորված պատկերներն են, բայց ինքը նաեւ Վասպուրականի ծածկոցներում է արկա, որտեղ ոճավորումը մի քիչ ավելի խորացված է եւ ինքը տտարի նման չէ, ինքը երկարում է ավելի, այսպես մտնում է ոնց որ ութաձև դառնա։ Հասկանում եք, ասենք ինքը ոնց որ պտտվի, բայց երկու կողմի բերանները իհարկե բաց են։ Մենք տեսնում ենք դա զարդանախշերում։ Եվ այս ծածկոցների մեջ Վասպուրականի իրենք միակ դեպքն է հայկական ասեղնագործության մեջ, որտեղ հանդես են գալիս որպես հիմնական զարդանախշ։ Ասեք վեցանկյուն շրջանակների մեջ են իրանք դրվում զուգահեռ, հա, իրար շարունակվող ամբողջ դաշտը այդ վեցանկյունների է բաժանված եւ վեցանկյունների մեջ տեղադրված են այս օծերի պատկերները ու լրացվում են իհարկե իրենք նաեւ այլ մանր երկրաչափական, չգիտեմ, ոճարված բուսական, խաչերի եւ այլ զարդամոտիվներով։ Սա Վասպուրականի տարածաշրջանում Շատ հետաքրքիր է Մարաշի ասեղնագործության մեջ, օրինակ, հատկապես Մարաշի հյուսածոկարը։ Այստեղ էլի մեծ ծածկոցների վրա հատկապես ինքը եզրագոտու մեջ է հանդես գալիս։ Դրանք կարող են լինել եւ այդ ուղանկյուն առարկաների բերանով, ասենք, որպես առանձին մի զարդաշերտ, զարդագոտի, որը ամփոփում է ողջ այդ կոմպոզիցիան աշխատանքի, բայց նաև մենք տեսնում ենք դա ներսում, առանձին շրջանաձև հատկապես հարդարանքով արված զարդահամալիրների շուրջը, դրանք կարող են լինել անընդհատ իրար շարունակելով, կարող են լինել ընդհատված առանձին դրսևորումներով, բայց դրանք մեծ քանակությամբ այդտեղ օգտագործվում են եւ միանշանակ էլի կապվում են իր չարխափան ուրեմն հավատալիքի հետ։ Մենք ինքը հանդիպում է նաև մեծ քանակությամբ ասեղնագործ գորգերի մեջ։
Տեսեք, մենք ունենք գորգատիպ, գորգի նման ասեղնագործություններ, այդպես ասեմ։ Այդ ասեղնագործությունները, որոնց զարդահամալիրը, գույները եւ այլն, դրանք գորգի են նման, նախշերը, ամեն ինչ, հա, ձեզ եթե դուք ոչ մասնագիտական աչքով նայեք, կարող են նույնիսկ չպատկերացնեք, որ դա ասեղնագործություն է, թվում է թե դա գորգեր են։ Եվ բնականաբար վիշապագորգի մոտիվներով էլի այդտեղ մեծ քանակությամբ մենք տեսնում ենք այդ օծերի պատկերներին։ Բնականաբար սրանք արդեն իրանց զուգահեռները գնում է վիշապագորգերի հետ եւ խորհրդի մասն էլ գնում է դեպի վիշապագորգ։ Այս բոլորի մեջ ինքը օծը հանդես է գալիս որպես դրական, հա, որպես բարեբեր, որպես իմաստուն, որպես կոնկրետ այդ ընտանիքի, այդ մարդու ապահովությունը, բարեբերությունը պահպանող։ Հագուստների մեջ, տեսեք, եւ վասպուրականի այդ կանանց գոգնոցների վրա, եւ տղամարդկանց շապիկների, որտեղ այնքը կրծքի վրա։ Այսինքն սա այն հատվածն է, որը ավելի խոցելի է, հա, եւ որը պիտի պաշտպանել։ Ինչ վերաբերում է գոգնոցին, նույնը գոգնոցն է։ Ուրեմն գոգնոցն էլ կնոջ պաշտպանող հատկություն ունի, ինքը հենց դիմացից էր արվում եւ ինքը պիտի պաշտպաներ այդ կնոջը եւ միաժամանակ նաեւ ապահոver իր պտղաբերությունը, որտեղ օծի ջրի հետ կապված իր հավատալիքները նաեւ այդ պտղաբերության խորհուրդ ունեն։ Մենք գալարաձև, պարուրաձև օծանախշերը շատ տարածված են, եթե չասեմ, որ հիմնական զարդանախշն բարձրհայկի կանանց եւ հագուստի համալիրում եւ գոգնոցներում։ Օրինակ գոգնոցների բերանների ասանագործությունը ոսկե տրեզով, ոսկե թելով արված, դրանք ամբողջը ասենց օծագալարներ են, հա։ Այսինքն ոնց որ օծը անընդհատ ասենց հետք է թողնում, ինքը առանձին օծ չի, բայց որ ինքը պտտվում է, հա, ինքը իր հետևից ասենց գալարաձև թողնում է։ Եվ դա նույնպես կապում են օծի պաշտամունքի հետ, հնագույն ընդ որում պաշտամունքի հետ։ Ու հենց եւ գոգնոցների բերաններին, եւ թևերի ու այս կրծքի բացվածքի վրա դա անելով, ոնց որ այդ բացված մասերը, որտեղով չարը կարող է մտնել եւ վնասել, դրանք ապահովում էին արդեն։ Այսինքն այդ զարդանախշը ինքը պաշտպանական նշանակություն է։ Իսկ որ դա պաշտպանական է, մասնավորապես վկայված, գրանցված բասենում եւ վասպուրականում ազգագրական նյութերից, որ մայրիկները իրենց երեխեքի շապիկի մեջքի վրա ասեղնագործում էին օծերի պատկերներ։ Եվ դա անում էին, որպեսզի օծը երեխեքին հանգարց չվնասի։ Դա ուղիղ արդեն ցույց է տալիս, որ դա իսկապես զարդանախշը ունի պաշտպանական նշանակություն։ Իհարկե քրիստոնեության ընդունումից հետո օծի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, եւ դա փոխվեց նրանից, որ օծը խաբեց Եվային, չէ, եւ խնձորը կերավ Եվան, չէ, օծը սատանայի պատկերն է, այդպես քրիստոնեական մեկնաբանությամբ արդեն եւ քրիստոնեական պատկերագրության մեջ օծը լրիվ բացասական է երևում եւ մեր եկեղեցական ասեղնագործության մեջ մենք հենց նրա այս տեսակն ենք տեսնում եւ նույնիսկ գիտեք քրիստոնեությունը ձևավորեց առանձին հատուկ սրբերի, այդ թվում նաեւ Հիսուս Քրիստոսը ինքը, որոնք ինչ են, բան են, վիշապամարտ են, չէ՞, մենք ասում ենք վիշապամարտիկներ, Սուրբ Գևորգը, Սուրբ Սարգիսը, Սուրբ Մակարիոսը եւ այլն մի քանի սրբեր կան, որոնք պատկերվում են, եթե եկեղեցական պատկերագրությունը նայեք, հատկապես վարագույրների վրա, որտեղ տարածքը մեծ է եւ ավելի կարելի է մեծ քանակությամբ եւ կերպարներ եւ թեմաներ ներկայացնել։ Մենք տեսնում ենք տնած բոլորին նիզակը ձեռքերին, ձիերի վրա, ոտքերի տակը գալարվող օծը, որոնք որ իրենք ոչնչացնում են, որովհետեւ քրիստոնեական պատկերագրության մեջ եւ ընդհանրապես դավանաբանության մեջ օծը բացասական թշնամական կերպար է սատանան մարմնավորող, որին պետք է վերացնել։ Ցանկացած առիթի դեպքում, հնարավորության դեպքում եւ ես որպես դրանով զբաղվող մասնագետ եւ վարպետներ մենք ունենք շատ, որոնք նույնպես ներկայացնում են տարբեր տեղեր եւ իրենց աշխատանքներով եւ իրենց
այսպես խոսքով հայկական ասեղնագործության տարբեր տեսակների մասին, ինքը ուղղակի ավելի շատ հրատարակվելու կարիք ունի, ես այդպես եմ գտնում, որ պետք է ավելի շատ գրքեր լինեն, կամ ավելի շատ այս տեսակ հաղորդումներ լինեն, հասկանում եք, հեռուստատեսությամբ թեկուզ, կամ ասենք մասնավոր կայքերով, որոնք դիտումները շատ են, որ մարդիկ ավելի շատ դրա մասին ինֆորմացիա ունենան։ Այնպես չի, որ ասեղնագործությունը այսօր էլ Հայաստանում շատ լավ տարածված է, փառք Աստծո, իհարկե ինքը ժամանակների հետ համեմատած մասսայական չէ այդպես, որտեղ մշակույթը փոխվել է, այն ժամանակ աղջիկը պարտադիր ասեղնագործ էր։ Պարտադիր, դա իր հիմնական պահանջներից մեկն էր աղջկանից սպասվող։ Եվ դրա համար չկար աղջիկ գրեթե, որը ձեռագործ չաներ։ Հիմա հասկանալի է, որ այդ խնդիրը դրված չի։ Հիմա դա զուտ սիրողական է, զուտ մարդու անձնական։ Բայց այսօր էլ մենք ունենք բազմաթիվ լավ հայտնի եւ անհայտ ասեղնագործողներ, որոնք մեր ավանդական ասեղնակարերով, ավանդական զարդանախշերով շատ լավ աշխատանքներ են անում։ Ուղղակի քիչ է ներկայացվում։ Խնդիրը դրանում է։ Ես կարծում եմ ավելի շատ պետք է հանրահռչակվի, ավելի շատ պետք է ցուցադրվի, ավելի շատ պետք է ներկայացվի, որ նույնիսկ մենք որ ցուցադրություններ անում ենք, մարդիկ իմանան, գան, տեսնեն դա։